Ողջույն բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք թանկագիններս։ Այսօր շատ համեղ հետաքրքիր ուտեստ եմ ձեզ առաջարկելու սեզոնային, համեղ ռեստորանային, նրբաճաշակային ուտեստ եմ առաջարկելու։ Սիրելիներս, ովքեր որ ծնև եք շատ են սիրում, առաջարկում եմ այս բաղադրատոմսը, շատ հեշտ է պատրաստվում, պարզապես պետք է մի քանի բաղադրիչ ձեռք բերեք ու սկսեք իմ հետ պատրաստել։ Ինչ է անհրաժեշտ լինելու։ Ես արդեն նախապես կտրատած վիճակում եմ ձեռք բերել, հետո արդեն տանը ծեծել եմ միսը, որպեսզի լավ այսպես ընդարձակվի, խոզի միս է, այսպես բարակ-բարակ տափակ կտրտված մի քանի կտոր։ Ծնեբեկը նախապես խաշել եմ, որևէ երշիկի տեսակ, իմ մոտ տանը մի քանի տեսակ կար, դա դուք ընտրեք, որը սիրում եք, հալվող պանիր է մեզ անհրաժեշտ եւ համեմունքներ, սիրելիներս, շատ քիչ բան, իհարկե, նաեւ մի փոքրիկ տոմատի մածուկ։ Առաջինը սկսում ենք կտրատել երշիկեղենն ու ծնեբեկը, որ արդեն պատրաստի վիճակում է, պարզապես պետք է թավայի մեջ մի փոքրիկ անցկացնենք։ Ծնեբեկը նախապես էփել եմ, որպեսզի տեսանյութի մեջ երկար ժամանակ չպահանջվի, այսպես փոքրիկ կտորներով կտրատում ենք, մոտավորապես 250-ից 300 գրամ ծնեբեք է, 1 կիլոգրամ միս ունեմ, եթե ուզում եք, այդպես կարող եմ գրամներով ասել, բայց աչքաչափով եմ ես պատրաստում նման ուտեստները։ Կարող եք օգտագործել բեկոն, կարող եք նրբերշիկ ուղղակի ես խորհուրդ չէի տա, բայց կարող եք օգտագործել, եթե տանը ուրիշ տեսակի երշիկեղեն չունեք, այսպես մանր կտրատեք։ Մի փոքրիկ էլ գծու երշիկ կկտրատեմ, որպեսզի լավ համ տա։ Հիմա այս ամենը պետք է մի փոքրիկ թավայի մեջ թավալենք, մի փոքրիկ տապակենք, համեմունքներով հարստացնենք։ Սիրելիներս, մեկ ճաշի գթալի չափով յուղ ենք ավելացնում, կարող եք ձեթ կամ կարակ օգտագործել։ Ես օգտագործում եմ ռեդի յուղ, ռեդի յուղով պատրաստված իմ յուրաքանչյուր ուտեստ ստացվում է շատ համեղ, ընտիր։ Իսկ պահքի շրջանում իհարկե հենց իդեալական է, որովհետև բուսական է, խոլեստերին չի պարունակում, հիդրոգենացված նյութեր չունի, հանգիստ կարող եք տապակել։ Ավելացնում եք 1 ճաշի գթալի չափով տոմատի մածուկ, շատ պետք չէ։ Վերջ սիրելիներս, մի քանի րոպե բավարար է, որպեսզի համերը իրար տարածեն, պետք չէ համեմել, որովհետև երշիկեղենը բավականին աղ ու համեմունքներ ունեն։ Միսը այսպես տարածում ենք, միսը պետք է պարտադիր համեմենք, մի փոքրիկ սխտորի փոշի եմ անում, շատ պետք չէ, քիչ, ըստ ճաշակի, այդպես ասել, սև պղպեղ, աղացած սև պղպեղ, աղ ենք անելու, այսպես սիրուն տարածում ենք համեմունքները և շրջում ենք նույն աշխատանքը հակառակ կողմից ենք անելու։ Հիմա համեմելուց հետո երկու կողմից միսը, միջուկը բաժանում ենք այսպես, յուրաքանչյուրի։ Հիմա տեսեք ինչ ենք անում, ոչ թե փաթաթում ենք, այլ լուսնաձև այսպես ծածկում ենք իրեն ու տեղադրում ենք որևէ մի ամանի մեջ, որը կարելի է տեղափոխել ջեռոց։ Այսպես սիրուն դնում ենք։ Կարող եք նաև փաթաթել, բայց խորհուրդ չեմ տալիս, որպեսզի միսը լավ եփվի, չոր չմնա, այսպես սիրուն տեղափոխեք, ինքան համեղ ուտեստ է չեք պատկերացնի սիրելիներս։ Այսպես դասավորեցինք, հիմա պետք է պանիր լցնենք։ Սիրելիներս, օգտագործեք հալվող պանիր, որ հանգիստ հալվի։
Ջեռոցը կմիացնեք 150 աստիճան, ոչ բարձր, որովհետև 150 աստիճանում միսը հանգիստ եփվելու է, իսկ պանիրը հանգիստ հալվելու է, որովհետեւ միսը հում չմնա ու պանիրը շուտ հալվի։ Դա զգուշ կմնա, մոտավորապես 30 րոպե, 35 րոպե պետք է մնա ջեռոցում, որպեսզի միսը, խոզի միսը արդեն եփված։ Սիրելիներս, ուղարկում եմ ջեռոց, կհանդիպենք, երբ պատրաստ լինի։ Սկզբից կարող եք երեսը ծածկել մոտավորապես 10 րոպե, հենց այդպես էլ կանենք։ Փայլաթղթով ծածկում ենք, հետո նոր ուղարկում ենք ջեռոց, ավելի ճիշտ տարբերակ է ծածկելը։ 10 րոպե կպահեմ փայլաթղթով, 10 րոպե հետո կհանեմ, 25 րոպե հետո կպահեմ առանց փայլաթղթի։ 10 րոպեն անցել է, փայլաթուղթը հանում ենք ու թողնում ենք նորից եփվի, մինչև պանիրը լավ գեղեցիկ կարմրի։ Տեսեք սիրելիներս, հրաշք է ստացվել, որքան գեղեցիկ է։ Այս ինչ անուշ է բուրում, չեք պատկերացնի, իր հյութի մեջ եփված, ուղղակի հրաշք է, սիրելիներս, անպայման պատրաստեք, անուշ արեք, ընտրեք ընտանիքի անդամների հետ միասին, ինձ էլ կհիշեք։ Սիրելիներս, ես ձեզ հաջողություն եմ ասում, կտեսնենք հաջորդ տեսանյութի, շնորհակալություն եմ հայտնում, որ դիտել եք տեսանյութը, որ կիսվում եք ձեր ընկերների հետ, որ պատրաստում եք ու ամենակարևորը, որ իմ հետ եք, իմ ալիքում եք և միշտ իմ հետ եք, սիրելիներս, հաջողություն, հիմա կհամտեսեմ, տեսնենք հան ինչպիսին է։ Շատ համեղ է։